Հայաստանի աստվածաշնչային ընկերության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդության նախաձեռնությամբ Աստվածաշունչը փոխակերպում է զինվորի կյանքը համատեղ ծրագրի շրջանակում անցկացվում է աստվածաշնչային գիտելիքի համաբանակային մրցույթ։ Առաջին անգամ ամենամյա վիկտորինային մասնակցելու հայտ էր ներկայացրել նաև Երկրապահ կամավորական միության պատանի երկրապահների ակումբը։ Վիկտորինայի մասնակիցներին ողջունեց և բարի երդ մաղթեց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։ Նա կարևորեց զինվորականի հոգեկերտվածքն ու հոգևոր գիտելիքով զինված լինելը։ Պատանի երկրապահն այսօր մեր ապագան է, մեր ապագա բանակն է, ապագա զինվորն է։ Ու այսօր այս երեխեքն որ ասում են վաղը մեր սպաներն են, գեներալներն են, հավատով պիտի գնան դրան, որ հայրենիք պահեն։ Աստվածաշնչյան գիտելիքներով զինված դա նշանակում է ոգիդ բարձր լինի, մարտական ոգի գոյություն ունի, չէ՞, զինվորի մոտ։ Այդ մարտական ոգին, երբ որ դու Աստվածաշնչի հետ առնչված մարդ ես, քո ոգին բարձր է լինում եւ քո մտածելակերպն է ուրիշ լինում, ի սեր դեպի հայրենիք։ Մրցույթի մասնակից պատանեկան 8 թիմերն իրենց հրամանատար մարզիչների, եկեղեցու պատմության ուսուցիչների եւ գնդերեցների օգնությամբ 2 ամսում սերտել էին Սուրբ Գրքի շտեմարան զինվորի համար ձեռնարկը, վերհիշել քրիստոնեական հավատքին վերաբերող կարևոր անցքերն ու իրադարձությունները։ Ճիշտ պատասխանն է տարբերակ B, նրանք մերժում էին ուտել թագավորական կերակուրներ։ Աստվածաշունչը փոխակերպում է զինվորի կյանքը ծրագրի նպատակն է Սուրբ գրային սերտողության եւ ինտենսիվ խաղի միջոցով ամրապնդել զինվորների քրիստոնեական գիտելիքները, հետաքրքրությունը Աստվածաշնչի հանդեպ եւ կիրառելի դարձնել այդ գիտելիքները առօրյա կյանքում։ Այս մրցույթի արդյունավետությունը ավելին է, որովհետեւ իրենք են ուզում, ձգտում, նույնիսկ արդեն տարվա սկզբից հարցնում են այս տարի ծրագիրը իրականանա, թե ոչ, շահագրգռվածությունը շատ մեծ է, հենց կոնկրետ Վիկտորինա մրցույթի հետ կապված, որից հետո այդ ձեռնարկները անշուշտ մնում են իրենց մոտ, նաև Սուրբ գրքեր ենք նվեր տալիս, այսինքն շարունակվում է այդ ալիքի պես, նաև մյուսներն են վերցնում։ Անցյալ տարի նույնիսկ դեպքեր եղավ, որ սկսեցին իրենք իրար մեջ կազմակերպել, կամ դպրոցում, այս տարի խնդրել են Կիրակնորիա դպրոցներից երկու, որ այդ գրքերից տանք իրենք իրար մեջ այդ մրցույթը կազմակերպեն։ Շատ լավ են անցնում մեր բոլոր օրերը այնտեղ, նաև ճամբար գնալը։ Մենք այնտեղ սովորում ենք թիմային աշխատանք, միմյանց մասին ավելի շատ բաներ ենք իմանում, տեղեկություններ ենք իմանում։ Ինչի մասին որ չգիտեի, իմացա ու ուրախ եմ, որ մեր պատմության, Աստվածաշնչի, կտակարանների մասին այդ ամեն ինչը գիտեմ արդեն։ Չեմ կարող ասել, որ շատ բարդ է եղել։ Բարեփոխումների ընթացքում, որոնք շաբաթական 2-3 անգամ անցկացվել են, թե օնլայն, թե օֆլայն ձևաչափերով, շատ ակտիվ, շատ արդյունավետ եմ ես գնահատում, անցկացվել են շատ մտերմիկ մթնոլորտում, երեխաները, մեր պատանի երկրապահները հիմնականում ավելի փոքր տարիքային խմբի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ պատրաստվել են մրցույթին։ Թեժ պայքարում առաջին 3 տեղերը զբաղեցրած Կոտայքի, Արագածոտնի եւ Արմավիրի թեմերն Աստվածաշնչյան ընկերության կողմից պարգևատրվեցին Աստվածաշունչ մատյաններով, Աստվածաշնչի բառարաններով եւ Շուշան Վարդենիի գրքերով։ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության կողմից Տեր Ենով Քահանա Եսայանը Վիկտորինայի բոլոր մասնակիցներին նվիրեց զինվորյալ հոգևորականներ, զորավոր սրբեր գրքերը, ինչպես նաեւ նոր կտակարաններ եւ աղոթագրքեր։ Լիանա Չիչակյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։